Թուրքիայի ընդդիմությունը ճաքեր է տալիս, Էրդողանը նոր էներգետիկ պայմանավորվածություններ է ձեռք բերում, իսկ Չինաստանը խորացնում է ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ Ալիևի վարչախումբը նոր լրատվական եւ տեղեկատվական սահմանափակումներ է կիրառում Իրանի դեմ։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Թուրքիայի ընդդիմությունը խոշոր պառակտման առաջ է կանգնել։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Օզգյուր Օզելը 91 պատգամավորի հետ լքել է կուսակցությունը եւ պաշտոնապես հիմնել նոր քաղաքական ուժ, նոր կուսակցություն անվամբ։ Օզելը հեռացել էր կուսակցության ղեկավարի պաշտոնից այն բանից հետո, երբ դատարանը չեղարկել էր 2023 թվականի կուսակցական համագումարի արդյունքները եւ վերականգնել Քեմալ Քլժդալօղլուի լիազորությունները։ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքը պատրաստ է Թուրքիային մատակարարել 1 միլիոն բարել նավթ, ընդգծելով, որ Թուրքիան չպետք է կախված լինի այլ մատակարարներից։ Էրդողանի գնահատմամբ իրաքյան նավթի այս ծավալը կօգնի բավարարել Թուրքիայի էներգետիկ պահանջարկի մի մասը, միաժամանակ ամրապնդելով Անկարայի եւ Բաղդադի էներգետիկ համագործակցությունը։ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակն էլ պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Ադրբեջանի զինված ուժերի հետ։ Այս մասին Բաքվում հայտարարել է Չինաստանի դեսպան Լու Մեյը, ընդգծելով, որ ռազմական համագործակցությունը երկու երկրների ռազմավարական գործընկերության կարևոր բաղադրիչներից է։ Դեսպանի խոսքով Պեկինն ու Բաքուն մտադիր են շարունակել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները, զարգացնելով համագործակցությունը ոչ միայն ռազմական, այլև մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության, արհեստական բանականության եւ այլ ռազմավարական ուղղություններով։ Արեստացին Ադրբեջանը պատասխան քայլ է ձեռնարկել Իրանի սահմանած մեդիա սահմանափակումներին, երկրում անօրինական ճանաչելով իրանական սահր եւ մեր լրատվամիջոցների գործունեությունը։ Բաքուն այս որոշումը կապում է այն հանգամանքի հետ, որ Իրանի հետախուզությունը ադրբեջանական AS TV հեռուստալիքը ներառել էր թշնամական կազմակերպությունների ցանկում։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ իրանական լրատվամիջոցների հրապարակումները հակասում են երկրի ազգային շահերին եւ սպառնալիք են ներկայացնում անվտանգության համար։ Այդ պատճառով ադրբեջանական լրատվամիջոցներին ու լրագրողներին հորդորվել է դադարեցնել ցանկացած համագործակցություն Սահրի եւ Մեհրի հետ։ Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է, Ադրբեջանը զգալիորեն զիջում է իր դիրքերը։ Նամբի հարթակի հրապարակած 2026 թվականի անվտանգության ինդեքսում, որն ընդգրկում է 148 երկիր, Հայաստանը զբաղեցրել է 140-րդ տեղը, հայտնվելով աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքում 78.0 անվտանգային ինդեքսով։ Ադրբեջանը հայտնվել է ընդամենը 115-րդ հորիզոնականում 68.5 անվտանգության ինդեքսով, որը զգալիորեն զիջում է իր դիրքերը Հայաստանին։ Տարածաշրջանում Վրաստանը զբաղեցրել է 125-րդ, Ուզբեկստանը 124-րդ, Լիտվան 112-րդ, Ռուսաստանը 98-րդ, Թուրքիան 88-րդ, իսկ Իրանը 51-րդ տեղը։ Որքան ցածր է տվյալ երկրի հորիզոնականը, այնքան վտանգավոր երկիր է համարվում տվյալ երկիրը։ ԽՍՀՄ դրոշներով երթի փորձը Ադրբեջանում ավարտվել է ազատազրկմամբ, Բաքվի դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել Իբրահիմ Ասադլիին եւ Աբդուլլա Իբրահիմլիին, իսկ Էլչին Բայրամլիին ու Մեհման Զեյնալովին 1.5 տարվա ազատազրկմամբ։ Նրանք մեղադրվում են սոցիալական ցանցերում խորհրդային գաղափարախոսություն քարոզելու եւ ԽՍՀՄ դրոշներով երթ կազմակերպելու փորձի համար։ Ալիևի ռեժիմը նրանց մեղավոր է ճանաչել նաեւ հասարակական կարգը խախտող գործողություններ կազմակերպելու հոդվածով, հերթական անգամ ցույց տալով, որ Ադրբեջանում նույնիսկ խաղաղ գաղափարական նախաձեռնությունները կարող են ավարտվել բանտում։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նաև երկարաժամկետ ազատազրկման է դատապարտել անկախ Թոփլում TV-ի համահիմնադիրներին եւ մի շարք լրագրողների ու հասարակական գործիչների։ Դատարանի վճռով Աքիվ Գուրբանովը եւ Ռուսլան Իզետլին դատապարտվել են 15-ական տարվա, Ալեքսեր Մամեդին եւ Ալի Զեյնալովը 14-ական տարվա, Ռամիլ Բաբաևը, Մուշֆիկ Ջաբարովը եւ Իլքին Ամրահովը 13-ական տարվա, իսկ Ֆարիդ Իսմայելովն ու Էլմիր Աբասովը 12-ական տարվա ազատազրկման։ Այս դատավճիռները դիտարկվում են որպես Ալիևի իշխանությունների հերթական կոշտ հարված անկախ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության դեմ, շարունակելով Ադրբեջանում այլախոհների նկատմամբ ճնշումների քաղաքականությունը։ Ադրբեջանի ընդդիմադիր գործչի նախկին թիկնապահը ձերբակալվել է Ուկրաինայում։ Ուկրաինայի Խարկով քաղաքում ձերբակալվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի նախկին թիկնապահ Բարուզ Հասանովը։ Տարածված տեղեկությունների համաձայն այժմ քննարկվում է նրա հնարավոր արտահանձնումը Ադրբեջան։ Եթե արտահանձնումը կայանա, Ալիևի իշխանությունների քննադատները մտահոգություն են հայտնում, որ ընդդիմության հետ առնչություն ունեցած Հասանովը կարող է ենթարկվել քաղաքական հետապնդման Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Ադրբեջանում կրոնական թեմայով հրապարակումների համար ձերբակալել են 2 բլոգերի։ Ադրբեջանում 10 օրով կալանավորվել է TikTok-ի հայտնի բլոգեր Մաքսուդ Բագիրովը, որին իշխանությունները մեղադրում են հավատացյալների զգացմունքներ վիրավորող եւ հասարակական բարոյականությունը խախտող հրապարակումներ տարածելու մեջ։ Միաժամանակ ոստիկանությունը ձերբակալել է նաեւ Ուզեյր Աբբաս կեղծանվամբ հայտնի մեկ այլ բլոգերի։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն նա սոցիալական ցանցերում հրապարակել էր կրոնական գրքերի եւ հավատքի վերաբերյալ տեսանյութեր, որոնք ըստ իշխանությունների վիրավորում էին հավատացյալների կրոնական համոզմունքները։ Ադրբեջանի Սաբիրաբադի կենտրոնական հիվանդանոցի նախկին տնօրեն Հասան Հուսեյնովը քրեական պատասխանատվության է ենթարկվել պետական միջոցների առանձնապես խոշոր չափերի յուրացման մեղադրանքով։ Քննության տվյալներով նա պաշտոնական լիազորությունները չարաշահելով յուրացրել է ավելի քան 186,000 մանաթ պետական միջոց։ Նրա նկատմամբ կիրառվել է երկրից չհեռանալու մասին ստորագրություն, իսկ հասցված վնասի մի մասը նա արդեն փոխհատուցել է։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն Հասան Հուսեյնովը նախկին պետական մաքսային կոմիտեի նախագահ Սաֆար Մեհդիևի ազգականն է, ինչը հերթական անգամ ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի իշխանական շրջանակներում կոռուպցիոն եւ ազգակցական կապերի թեմայի վրա։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։